Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 27-ն է, սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է, երբ որ ժամանակ եմ գտնում եւ թեմաները լինում կարեւոր, միանգամից որոշում եմ կայացնում ձեզ համար նոր հաղորդում պատրաստել, քանի որ համար չափազանց կարեւոր է եթերների միջոցով հասցնել արդարությունը մեր ժողովրդին։ Տեսնում ենք ամենուր տեղեկատվական պատերազմ է, դաժան տեղեկատվական պատերազմ է, աշխարհը շատ լուրջ ձևով առնվել է իրար։ Բարեբախտաբար հիմա Հայաստանում մի փոքր ստաբիլություն է, կամ իրավիճակը ստաբիլանում է, կարելի ասել, որ ընտրությունից հետո ստաբիլ լավ կայուն իրավիճակ է ձևավորվում, բայց նաև շոկ է դա էլ կա, քաղաքական ինչ-որ գործընթացներ լինեն, դրանք կլինեն արդեն աշնանը, բայց չեմ կարծում, միանշանակ չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բան սպասվում է, սակայն միշտ կարող են լինել անակնկալներ։ Մեր հիմնական այսօրվա այս հաղորդման քննարկման թեման կրկին Ուկրաինան է եւ Իրանը, նախքան դա մեկ կարևոր հայտարարություն անեմ, քիչ առաջ ռուսերեն լեզվով շատ կարևոր ուսումնասիրություն հրապարակեցի մեր ալիքի վերաբերյալ։ Մոտ 6 րոպեանոց ուսումնասիրություն է եւ այդտեղ ավելի շատ բան կիմանամ միանշանակ մեր ալիքի մասին, թե որքան դիտումներ են եղել այս վերջի 7 ամիսների ընթացքում, այսինքն 26 թվականի ընթացքում մեր ալիքը որքանով է աճ գրանցել, ինչ ցուցանիշներ ունի 5 միլիոնից ավել ընդհանուր առմամբ դիտումներ, շատ երկար ժամերով, նույնպես դիտումներ, որը որ նույն զարմանք է առաջացնում շատ շատերի համար, բայց այս վստահությունը բնականաբար սիրելի հայրենակիցներ պայմանավորված է նրանով, որ դուք վստահում եք, տեսնում եք, որ ես ձեզ նման արքային քաղաքացի եմ, ով որ ունի ուղղակի վերլուծական ունակություններ, հայրենասիրություն եւ նվիրված փորձում է օգնել հայրենիքին, Հայաստան եւ Վրաստան աշխարհին։ Շատ կարեւոր է նշել, Վրաստանը նույնպես, քանի որ առանց Վրաստանի չի կարող լինել Հայաստան, առանց Հայաստանի չի կարող լինել Վրաստան։ Սա է իմ համոզումը։ Երկու փոքրիկ քրիստոնյա երկիր, քրիստոնեական օազիսներ են այս տարածաշրջանում։ Մեր կողքը բոլորը մահմեդականներ են, ահռելի մեծ տարածքներով եւ քանակությամբ երկրներ, Ռուսաստանը հյուսիսում այդ շրջանները բնակեցված են մահմեդականներով։ Մի խոսքով, այս մասին շատ եմ խոսել։ Սկսում ենք մեր հաղորդումը, շատ արագ մեկ բան էլ ավելացնեմ, որ եթե դուք չեք տեսել այդ մեր գրաֆիկը ռուսերենով փոքրիկ հաղորդման նման մի ոդկաստ է մեր ալիքի վերաբերյալ, իմիջիալոց YouTube-յան ալգորիթմները դա առաջ չտարան։ YouTube-յան ալգորիթմները սովոր են մեր նկարով, հայկական վերնագրերով հաղորդումներ առաջ տանեն, դա տարօրինակ է համար ռուսերենով ուսումնասիրություն, դրա համար կոչ եմ անում անպայման դիտել նաև դա։ Այս հաղորդումից առաջ է, միանշանակ հետաքրքիր կլինի համար։ Ուրեմն ինչ պետք է խոսենք այս հաղորդման ընթացքում։ Պուտինը գնացել էր Գոսդումա, այնտեղ մի քանի հայտարարություններ է արել, շատ կարևոր հայտարարություններ, որից որ մենք հասկանում ենք, որ վերջ տալու ցանկություն պատերազմը Զելենսկին էլ Sky News-ին հարցազրույց է տվել, շատ կարևոր հարցերի է անդրադառնում հնարավոր Ուկրաինայի հարձակմանը Ուկրաինայի վրա, Պուտինի մտադրություններից է խոսել, թե ինչ է սպասվում Ուկրաինային տաներ ձմեր, թե ինչ ներգրավվածություն Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ Իրանը, մի խոսքով շատ կարևոր հարցերի է անդրադարձել Զելենսկին, այնց բացի կխոսենք այսօրվա փոխադարձ հարվածներից, Ռուսաստանը ցավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինային, հատկապես Խարկովին, իսկ Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին, ինչպես նաև Ռոստովին, Ռոստովում կան զոհերի վիրավորներ, այս հարցերը քննարկենք, Իրանից էլ կրկին շատ կարևոր հարցեր կան, որը որ անպայման պետք է քննարկենք, Իրանից շարունակվում են սպառնալիքները Ուկրաինայի հասցեին, հետաքրքիր է, որ Հնդկաստանի արտգործնախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին, այսինքն ուկրաինական գործողությունները ծովերի վրա նավերի նկատմամբ մեծ խնդիրներ է ստեղծել ոչ միայն Իրանի համար, այլ Ղազախստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, նրանք նույնպես հայտարարություններով են հանդես եկել։ Դրանից էլ հետաքրքիր մի կարևոր
հայտարարություն կա, փաստացի Իրանը արդեն սպառնում է Մեծ Բրիտանիային, քանի որ հասկացել է, որ հնարավոր է կոալիցիա ձևավորվի ընդդեմ Իրանի, միջազգային նոր կոալիցիա, ինչի մասին խոսում է։ Անպայման լայքեք սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք, եթե եք բաժանորդագրվել մեր ալիքին, եւ մենք լսում ենք։ Հիմա սկսենք Պուտինի ելույթից իրենց խորհրդարանում, Գոսդումայում, եւ Պուտինը ելույթ ունենալով ասում է, որ առանց չափազանցության դա այն պատերազմն է, որից որ կախված է Ռուսաստանի ապագան, ռուս ժողովրդի ապագան, դա հայրենական պատերազմ է եւ սրանից է կախված իրենց ապագան, եւ դա է պատճառը, որ ինքը ասում է, որ մենք կշարունակենք, դա փաստացի դա է ակնարկում հստակ եւ իր գնահատականով սա աշխարհակաղակական պատերազմ է, ասում է, որ արևմուտքը անընդհատ հակառուսականություն է զարգացրել եւ հիմա իր գագաթնակետի վրա է, դրա համար իրենք կշարունակեն, խոսել է հաղթանակից եւ այս հայտարարությունները կրկին ու կրկին մեկ անգամ մեզ հուշում են, ավելի հստակ են դարձնում պատկերացնում է, կամ եթե նույնիսկ չի պատկերացնում, փորձում է ռուս ժողովրդին համոզել, որ սա հայրենական շատ կարևոր պատերազմ է, ինչից որ կախված է Ռուսաստանի ապագան, Ռուսաստանի լինել չլինել հարցը եւ փորձում է այդպես ոգևորել, առաջ մղել ռուսներին, ինքը նաեւ իր հանդիպումը ժողովրդի հետ, որից որ մեկը իրեն ասել է, որ անպայման իրենք հաղթանակ տանեն։ Եթե խոսում է արդեն, որ իրենք անպայման հաղթանակ կտանեն, սա նշանակում է, որ ինչ որ կարծիքներ էլ արդեն կա։ Բայց կամ ինքն է այդպես պատկերացնում, որ այս հարցը աշխարհակաղակական հարց է Ռուսաստանի գոյության հետ կապված, կամ իրեն ձեռնտու է, որ այդպես ներկայացնի, դա էլ ընտրություններից առաջ կրկին ժողովրդին ոգևորի, ինչ որ ազդեցություն ունենա հոգեբանական։ Այստեղից մենք հասկանում ենք այն, որ ինքը շարունակելու է այս պատերազմը, եւ ինքը կարծում է, ինքը հավատում է, ամենայն դեպս ինքը այդպես է ցուցադրում, որ ինքը հաղթանակ կտանի այս պատերազմում, ասում է, որ մեզ հաղթել անհնար է, այսինքն այն լոզունգները, որոնք որ միշտ հնչել են Ռուսաստանից, որ իրենք անհաղթ են, անպարտելի են եւ այլն եւ այդպես շարունակ։ Եթե այդպես է, ուղղակի սառը ուղեղով մտածենք, ես միշտ ասել եմ սա, ուկրաինացի ժողովուրդը գենետիկորեն մեծ մասամբ նույն ռուս ժողովուրդն է, փոքր ավելի մաքուր տեսակն է, քանի որ մոնղոլ թաթարները իրենց վրայով չեն անցել։ Ռուսների վրայով Ռուսաստանում իրենց մեջ շատ տարբեր խառնուրդներ կա, որ Ռուսաստանը հաղթանակներ էր տանում, միշտ Ուկրաինան իրենց հետ է եղել։ Եվ արդարացի մի քանի օր առաջ Ուկրաինայի նոր զորքերի հրամանատարը ասաց, որ Ռուսաստանը նախկինում հաղթանակներ էր տանում, որովհետև մենք իրենց հետ էինք։ Դա առաջին պատերազմն է, որ մենք ոչ միայն իրենց չենք, այլ իրենց դեմ ենք։ Այս մասին Պուտինը չի մտածում, բայց մենք տեսնում ենք հստակ մեկ քաղաքական ուղղվածություն Ուկրաինայից, որ Ուկրաինան ուզում է ավարտին հասցնել այս պատերազմը։ Շատ հետաքրքիր հարցազրույց է տվել Զելենսկին ամերիկյան Sky News-ին, եւ նա ասել է, որ Ուկրաինան միշտ էլ հասկացնում է ինքը, որ Ուկրաինան ուզում է ավարտել պատերազմը եւ ասում է, որ Ուկրաինան օրեցօր ամրանում է, հզորանում է, բայց այն դեռևս բավարար չէ, որ կանգնեցնի Վլադիմիր Պուտինին։ Կարծում եմ այստեղ էլ ամեն ինչ շատ հստակ է եւ ավելի պարզ է դառնում յուրաքանչյուր մեկի համար, որ Ուկրաինան հասկանում է, գիտակցում է, որ դեռևս իր հզորությունը, իր ուժը ռազմական իմաստով դեռևս չի բավարարում, որպեսզի կանգնեցնի Պուտինին, բայց բոլոր գործողությունները Ուկրաինայի այդ Վալբերեսի հարվածները, նավթավերամշակման կենտրոններին հարվածները ուղղված են կոնկրետ դրան, որ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Չնայած Պուտինը խոսում է, որ որևիցե ագրեսիա չկա Ուկրաինայի նկատմամբ, իրենք հակառակը միշտ եղել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահապանը, երաշխավորը, ասում է Ստալինը ձեզ էր նվիրել ձեր արևմտյան շրջանները, որոնք որ հիմա գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ, եւ մի օր արևմտյան երկրները Լեհաստանը եւ
ասած երկրները այդ հողերը հետ կվերադարձնեն։ Ես տեսնում եմ հստակ քարոզչական բնույթ այդ հայտարարությունների մեջ լինի։ Իսկ Զելենսկիի մասով ես տեսնում եմ, որ Զելենսկին փորձում է անել ամեն ինչ, որ իրոք այս պատերազմը ավարտվի, քանի որ Ուկրաինայի համար, անկես լինենք, անգամներով շատ ավելի ծանր է այդ պատերազմը, քան Ռուսաստանի համար։ Զելենսկին նաև խոսել է այն մասին, որ շատ արագ Ուկրաինան ավելացնում է դրոնային, հրթիռային հնարավորությունները։ Հիմա Ուկրաինան ձգտում է հակաօդային պաշտպանություն արտադրել, փորձում է խմել եվրոպացիներին, որ իրենք շատ արագ օգնեն այդ հարցով, որպեսզի Patriot-ին փոխարինեն արդեն տեղական արտադրությունները հակաօդային պաշտպանության, հակաօդային հրթիռ։ Զելենսկին նաև ընդունել է, որ շատ բարդ ձմեռ է սպասվում Ուկրաինային։ Չեմ կարող ասել, որքանով ծանր կլինի, բայց հավանաբար չափազանց ծանր կլինի այդ ձմեռը Ուկրաինայի համար։ Կարևոր է այստեղ հիշել, որ շաբաթներ առաջ Զելենսկին նաև ասում է, որ այդ ձմեռը ծանր կլինի նաև Ռուսաստանի համար։ Այդ հայտարարություններից եւ օրվա իրավիճակից, որը որ ստեղծվում է իրական հողի վրա, բայց դրոնների պատճառով, ինչին մենք ամեն օրվա ռեժիմով ականատես ենք լինում, վկայում է մեզ այն մասին, որ հնարավոր է այս ձմեռը դառնա շատ ավելի ծանր ձմեռ, քան նախորդ ձմեռները ռուս-ուկրաինական պատերազմում։ Կարևոր է անդրադառնալ նաև Զելենսկիի այն հայտարարություններին, որ վտանգը գալիս է Իրանից, Չինաստանից եւ Կորեայից։ Նա հստակ ասում է. Իրանը տրամադրել է հրթիռներ, թռչող սարքերներ տրամադրել։ Դենք այդ մասին Հյուսիսային Կորեան զինվորականներ, հնարավոր է կրկին 30,000 զինվորականներ ուղարկեն մարտի դաշտ։ Խոսել է այն մասին, որ Պուտինը հնարավոր է շատ մեծ է հավանականությունը իրենց արտաքին հետախուզություն մասին, որ զորահավաք հայտարարի 5 միլիոն մարդ, բայց Չինաստանի պահ այստեղ չնշեցի, ասում է Չինաստանն էլ արբանյակային տեխնոլոգիաներով եւ այլ կարևոր տեխնոլոգիաներով են կիսվում հետ եւ Չինաստանը այդ ձևով Իրանը հրթիռների տեսքով, Հյուսիսային Կորեան մարդկանց տեսքով փորձում են օգնել Ռուսաստանին եւ դա շատ մեծ խնդիր է Ուկրաինայի համար։ Կարևոր է, որ Զելենսկին անդրադարձել է նաեւ Իրանից հնչող սպառնալիքների։ Շատ հստակ Զելենսկին ասում է, որ արդեն վաղուց Իրանը դարձել է այդ պատերազմի մաս։ Վաղուց Իրանը օգնում է Ռուսաստանին զենք տրամադրելով, բայց հստակ նշում է, որ չենք ցանկանա, որ Իրանը ավելի շատ հիմա օգնի կամ ինչ-որ ձևով ներգրավի պատերազմի ռազմական գործողությունը։ Հստակ ակնարկում է մի խոսքով Զելենսկին, որ դրա հավանականությունը կա, դրա հավանականությունը շատ ռեալ է։ Այն ինչի մասին մենք խոսում էինք այսօրվա առավոտյան հաղորդման մեջ, բայց որպեսզի վտանգները չավելանան, Զելենսկին շատ բաց տեքստով չի ասում։ Շատ զգուշորեն հստակ ակնարկում է, որ նման բան հնարավոր է, ցավոք սրտի հնարավոր է։ Այս հարցին դեռ մենք կանդրադառնանք։ Կարևոր է նշել, որ Ռուսաստանը թիրախավորել է ուկրաինական նավերը Սև ծովի վրա, ինքն ինչպես որ Ուկրաինան ոչնչացրեց ռուսական նավերը Սև ծովի Ազովի վրա, հիմա նույն գործողությունը փորձում է իրականացնել Ռուսաստանը դեմ Ուկրաինայի։ Այսօր ուկրաինական դրոնները թիրախավորել են Ուդմուրթիայի նավթաբազան, այդ նեֆտեբազայի հեռավորությունը ուկրաինական սահմանից 2500 կիլոմետր է։ Գիշերը հարձակման թիրախում են եղել Յարոսլավի նավթամերամշակման գործարանը, Ռոստովի նահանգը եւ Բելգորոդ։ Ռոստովում 2 մարդ զոհվել է նախնական տվյալներով, 5 վիրավոր կան։ Ուկրաինայում էլ կան բազմաթիվ իրադարձություններ, հատկապես Խարկովում ռուսները հարվածել են շատ դաժան ձևով Խարկովին։ Հիմա թե ինչ կա Իրանի շուրջ, շատ արագ անդրադառնալ։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում սպանվել է 18 ամերիկացի
բռնական։ Դրանից բացի 624-ը վիրավորվել են։ Պենտագոնն է հրապարակել այդ տեղեկությունը, հացումներով է տեղեկությունը հրապարակում, քննադատությունների մեծ ալիք կա։ Այդ հրապարակումների հետ կապված ինչու եք ուշացնում, իրականում շատ են զոհերի թվերը։ Վերջին օրերի ընթացքում այս հարցը շատ ակտիվ քննարկվում է, թե իբր Միացյալ Նահանգները թաքցնում են իրենց զոհերի քանակը։ Իրանը ասում է, որ այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չեն վարում, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, ասում է, որ մեր բանակցությունները հիմա Օմանի հետ են եւ դրանք վերաբերվում են Հորմուզի նեղուցին, այսինքն որտեղով կարելի է որ նավերը անցնեն եւ այլն եւ այդպես շարունակ ասում։ Մենք տալիս չպետք է այդտեղից նավեր անցնեն։ Եվ այդտեղ կարևոր է անդրադառնալ Իրանից հնչող սպառնալիքներին, որոնք որ հնչում են Իրանից, Իսլամական պահապանների կորպուսի կողմից Մեծ Բրիտանիայի նկատմամբ, ասում են, եթե Մեծ Բրիտանիան մտնի պատերազմի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ապա Իրանը ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի հարձակում իրականացնի Մեծ Բրիտանիայի վրա։ Ասում են, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր սցենարի։ Եվ Ուկրաինային նույնպես սպառնում է Իրանը, նախորդ հաղորդման մեջ ասեցի, բայց հիմա տեսնում եմ, որ տարբեր խորհրդարանականներ Իրանից, օրինակի համար Իրանի խորհրդարանի անվտանգության հարցերով կոմիտետի ղեկավարը շատ հստակ սպառնացել է Ուկրաինային, որ ամեն ինչ ունի իր գինը եւ դուք էլ կվճարեք ձեր գինը, քանի որ հարձակվել եք Իրանի վրա եւ սպանել եք մեր քաղաքացու։ Նրա խոսքերով Միացյալ Նահանգները այլը շատ լավ դա հասկանում են եւ դուք էլ Ուկրաինային ասում է նույնպես շուտով դա կհասկանաք։ Մինչ այլոց, ինչպես արդեն նշեցի, շատ հետաքրքիր էր արձագանքը Զելենսկիին, կրկին Sky News-ին տված հարցազրույցին անդրադառնանք, քանի որ կարևոր է այստեղ ցիտել Զելենսկին, որպեսզի մենք հասկանանք, թե որքան լուրջ է այդ սպառնալիքը։ Զելենսկին ասել է, ինչպես արդեն նշեցի, Իրանը մեկ անգամ չէ որ մեր վրա հարձակվել է, Իրանը նախկինում էլ է հարձակվել, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք։ Եթե ասում են շատ զգույշ լինենք, ես կարծում եմ այստեղ ինքը ուղերձ է փոխանցում զինվորականներին Ուկրաինայի, հատկապես անօդաչու թռչող սարքերի ղեկավարման զորքերին։ Զելենսկին ասում է, որ մենք պետք է ամեն ինչ երկրորդ ճակատ հանկարծ չբացվի, բայց մենք պետք է արդար լինենք, ասում է Իրանը Հյուսիսային Կորեայի հետ արդեն հարձակվել են մեր վրա։ Հետո նա հույս է հայտնում, որ Իրանը չի հարձակվի Ուկրաինայի վրա, բայց նույն ժամանակ նա ասում է, որ մենք պետք է յուրաքանչյուր սցենարի պատրաստ լինենք, քանի որ նրա խոսքերով իրենք չեն կարող հավատալ այդ մարդկանց։ Հետաքրքիր է, որ Թուրքմենստանը նույնպես դատապարտել է ուկրաինական հարձակումները Կասպից ծովի վրա։ Դրանից բացի մենք տեսնում ենք, որ Հնդկաստանի արտգործնախարարությունը կանչվել Ուկրաինայի դեսպանը, քանի որ հարձակումներից մեկի ընթացքում սպանվել է Հնդկաստանի նաև քաղաքացի։ Իսկ Ղազախստանը այսօր արդեն սկսել կանգնել նավթի մատակարարումը Ռուսաստանի միջոցով, Ռուսաստանի տարածքով եւ Սև ծով, որը որ դադարեցվել էր մի քանի օր առաջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով անկեղների վրա։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրեր, հաջողություն եմ մաղթում բոլորին, հանդիպենք։